Դու այդ լակոտի տանիներ ունես։ Հա, իհարկե։ Տուր ինձ ու դու գնա։ Ու ինչ չզանգես, Օլյա։ Էլ չեմ ասում ստեղ գալու մասին, մոռացի։ Պետք կնի ես քեզ կզանգեմ։ Լավ։ Իսկ հիմա վերկաց գնա։ Здесь телефон и домашний адрес. Բալի զոհեր չկան։ Չէ, մամ ջան։ Փառք Աստծո։ Բայց տեսնես ինչի՞ց է այդ հրդեհը բռնկվել։ Չգիտեմ, բայց կիմանանք։ Չես ուզում պարկես մամ։ Հա, կպարկեմ։ Ես էլ պարկեմ քնեմ արդեն։ Լավ բալես, բարի գիշեր։ Բարի գիշեր մամ ջան։ Միլեն։ Միլեն, ես ինչ է եղել։ Լաց ես լինում։ Ես ունեի գեղեցիկ սիրող կին։ Հիանալի որդի, Սամվելը։ Ես ահագին ժամանակ գումար էի հավաքում, որպեսզի կնոջս անակնկալ անեմ։ Եվ վերջապես նրա ծննդյան օրը ես դրա համար շքեղ մեքենա նվեր գնեցի։ Կինս մեքենա վարել գիտեր, բայց հմուտ վարորդ չէր։ Ես կարծես հասկանում եմ։ Կինս ուզեց զգալ, վայելել ամուսնու նվերը։ Որդիս էլ հետևեց մորը։ Ասեց, մի կես ժամից տանը կլինենք, մի քիչ, պտտվենք գանք։ Ես համոզվեցի, ես չպետք է թույլ տա, ես… Ու ինչ, Նրանք ավտովթարի ենթարկվեցին։ Նրանց փրկել չհաջողվեց։ Դուք հասկանում եք։ Իմ ձեռքով գնված նվերի պատճառով։ Աստված իմ, սարսափելի է, ես իրոք ոչ մի բան չեմ կարողանում ասել։ Տեսնում եք, որ ասում է ոչինչ ասել չեք կարողանա։ Ես էլ 2 ամիս ոչինչ չէի կարողանում ասել։ Կարծես համրացած լինեի։ Հետո վաճառեցի բնակարանը, որպեսզի հեռու լինեմ այդ հիշողություններից։ Բայց միևնույն է, որ գնում եմ այդ հիշողությունները հետապնդում են ինձ։ Ինչ տխուր է, ցավալի, սարսափելի պատմություն։ Գիտեք, երկու սիրտ ծանրացել են հոգուս մեջ։ Այդ իսկ պատճառով էլ չեմ կարողանում տուն գնալ։ Չեմ կարողանում ինքս ինձ հետ մենակ լինել։ Գիտեք, մարդու ամենամեծ դատավորը դա մարդու խիղճն է, որը պատիժը սահմանելուց առաջ ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չի կիրառում։ Բայց դուք մեղավոր չեք, դուք իսկապես… Ես կարող եմ նրանց չթողնել, կարող էի
չթողնել։ Բայց դուք ինչ իմանայիք, դուք գուշակ չեք, չէ, հետո ամեն ինչ կարող էր հակառակը լինել, ձեր կինը և որդին կարող էին շատ ուրախ տրամադրությամբ տուն գալու, դուք կարող էիք տեսնել, թե ձեր կինն ինչ երջանիկ է ձեր նվերի շնորհիվ։ Միգուցե, բայց երբ ստապ ես նայում կյանքին, հասկանում ես, որ կորցրել ես երջանկությունը։ Հասկանում ես, որ կորցրել ես կյանքիդ իմաստը։ Հասկանում եմ։ Իսկ հիմա ես լրիվ մենակ եմ։ Լրիվ մենակ, որը ապրում է ուրիշների խնդիրներով։ Միլան ինչ է եղել։ Ինչքան կարաս ինձ շարունակվի Լևոն։ Էլ չեմ դիմանում։ Առավոտվանից չկաս, ինչա դու մեր մասին չես մտածում։ Միլ, Կարոտել եմ քեզ շատ, էլ չեմ դիմանում ու ամեն անգամ նոր խնդիր է առաջանում։ Միլ ջան, բայց դու գիտես չէ ինչ է եղել։ Հա, գիտեմ, ու հենց դրա համար էլ ասում եմ, որ պետք չէ այդ ամեն ինչը մենակ հաղթահարել։ Ես ուզում եմ քո կողքը լինել, օգնել քեզ։ Միլ ջան, Ասա դու իմ տեղ լիներ, նույն բանը չէիր անի։ տենց մի ասա։ Ես ու դու տարբեր ենք, Միլան։ Չէ, Լևոն, տարբեր չենք։ Ու դու հիմա մենակ ես տանջում, իսկ ես դրանից ավելի եմ ինձ վանցքում։ Միլ, Կարոտել եմ քեզ։ Չեմ դիմանում։ ես խոստանում եմ։ Առավոտ շուտ կգամ ձեր շենքի մոտ ու կտեսնենք իրար։ Ուզում ես ես դասի չգնամ գամ քո մոտ։ Չէ, Միլ, ինչ էլ ուզում ելնի դպրոց գնա։ Մի ամիս բան է մնացել։ Ես չեմ ուզում, որ դու բացակայես։ Կամ դասերից հետո կհանդիպենք։ Չնայած դու գործեր ունես։ Հա, Միլ, պիտի գնամ։ Պիտի հորս գտնեմ։ Ես ամեն առիթ ուզում եմ օգտագործեմ։ Լևոն, Առավոտյան կտեսնենք իրար, լավ։ միշտ հիշի, որ քեզ շատ եմ սիրում։ Ու առանց քեզ մի րոպե անգամ չեմ կարող ապրել։ Ես էլ քեզ եմ սիրում շատ։ Լավ, արի պարկենք, հա։ Ես ահավոր հոգնած եմ։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ուր ես, Ալբերտ։ Ուր ես։ Որտեղ գտնեմ քեզ։ Արի բալես։ Բարև ձեզ։ Բարև։ Լևոնի պապայից նորություն կա։ Դեռ ոչ։ Լավ, տիկին Լիդա։ Ես գնամ, շնորհակալ եմ թեյի համար։ Ավել պակասի համար էլ կներեք, իմ պատմությամբ ձեզ տխրեցի։ Չէ, ինչ եք ասում։ Ես եմ շնորհակալ, որ ուղեկցեցիք ինձ։ Ես կճանապարհեմ։